Բարև ձեզ, Շանթի ու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը։ Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին ենք խոսելու։ 30 տարուց ավելի Հայաստանում գործած ու արդեն հնացած Փարոս համակարգին փոխարինում է նորը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգը։ 1 տարի առաջ այն փորձարկումով սկսվեց 2 մարզերում, այժմ այն համապետական եւ համատարած համակարգ եւ ծրագիր է։ Այս թեմայի շուրջ բարձրաբանումներ եւ մանրամասներ կներկայացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։ Շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այնինչ փորձնական մոդելեր էր 2 մարզի համար, Կոթայք եւ Սյունիք, այժմ հստակ որոշում է եւ համապետական մասշտաբով է գնում։ Ինչ արդյունքների է բերել այս նոր մոդելը ընտանիքի գնահատման, անապահովության գնահատման համակարգը եւ ինչպիսի դժգոհություններ կային, երբ այն պիլոտային էր, այս ընթացքում ինչ փոփոխությունների գնաց նախարարությունը։ Շատ շնորհակալություն։ 2025 թվականի մարտ ամսից մենք Կոթայքի եւ Սյունիքի մարզերում պիլոտավորել ենք անապահովության գնահատման նոր համակարգը, որը արդեն այս տարվա հուլիս ամսից ներդրվեց հանրապետության ամբողջ տարածքով։ Ըստ էության համակարգը որպես այդպիսին իր գնահատման տրամաբանությամբ եւ գնահատման բանաձևով ամբողջությամբ տարբերվում է գնահատման նախորդ համակարգից։ Հայտնի Փարոսից։ Այո, հայտնի Փարոսից, որը քաղաքացիների շրջանում տարածված Փարոս համակարգից։ Այսպեսով անապահովության գնահատման նոր համակարգի հիմնական նպատակն է հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, թիրախավորել ծայրահեղ աղքատներին, որը մենք չափում ենք հաշվի առնելով նվազագույն բարենային զամբյուղի շեմը, որը հրապարակվում է վիճակագրական կոմիտեի կողմից, եւ մենք հիմք ենք ընդունում յուրաքանչյուր տարվա 3-րդ երամսյակի հրապարակումը։ Այդ շեմը կոչվում է սահմանային շեմ, եւ 2026 թվականի համար այդ շեմը կազմում է 35875 դրամ։ Այսինքն ընտանիքի յուրաքանչյուր ընտանիքում մտնող գումարն է սա 35875 դրամ։ Սա այն գումարն է, որը ծայրահեղ աղքատ ընտանիքին մեկ չափասին հավասարեցված անդամի հաշվով անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքը կարողանա իր կենսական կարիքները հոգալ։ Եվ մեր նպատակը այս նոր նպաստների լրացնել այդ նպաստի պակասուղտը, այսինքն այն ընտանիքների, որոնց եկամուտները ցածր կլինեն իմ նշած շեմից։ Տեսեք, 2 մարզում այն պիլոտային էր, բայց ամեն դեպքում դժգոհություններ եղան, չէ, հասկանալի է, որ սա արվում է որպես գերնպատակ այս համակարգի հասցեականություն ապահովելն է։ Այս հասցեականություն ապահովման հակառակ էֆեկտը նաև ունեցավ, շատ մարդիկ նաև դժգոհեցին, որ անարդարացիորեն իրենց կտրել են նպաստից։ Դա ինչպես է լինում, այսինքն քաղաքացիների դժգոհությունները ինչքանով են սուբյեկտիվ կամ օբյեկտիվ։ Շատ լավ, տեսեք, երբ որ մենք խոսում ենք գնահատման նախորդ համակարգի մասին, իրականում մի շարք խնդիրներ, որոնք որ վերհանման արդյունքում եկանք նոր համակարգի ներդրմանը։ Ամենակարևորը այո հասարակականության խնդիրն էր։ Մենք բնականաբար այդ նպաստներով հասարակականության խնդիրը չենք լուծում եւ այն դժգոհությունները, որոնք դուք շեշտում եք, հատկապես ավելի շատ է գնահատման նախորդ համակարգից։ Այս նոր համակարգը փորձում է լուծել այդ խնդիրները եւ ամենակարևոր սկզբունքը, որը մենք նոր գնահատման համակարգի տրամաբանության հիմքում ենք դրել, դա չափած աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման զբաղվածության ծրագրերում ներգրավելու նախապայմանն է։ Այսինքն, երբ քաղաքացին մեզ դիմում է նոր համակարգով անապահով ճանաչվելու համար, մենք այդ դիմումը ընդունում ենք որպես նաեւ աշխատանք փնտրողի դիմում եւ մեր զբաղվածության մասնագետները միասնական սոցիալական ծառայության աջակցում են այդ ընտանիքներին, որպեսզի գնան դեպի աշխատաշուկա։ Տեսեք, նախորդ համակարգը, որը շուրջ 30 տարի նշեցի գործում է հանրապետությունում, ուղղակիորեն կապված չէր զբաղվածության հետ։ Եվ սա էր այն խնդիրը, որը ամենամեծ դառնում էր համակարգը գրավիչ, եւ մենք նույնիսկ վիճակագրություն ունենք, որ բավականին մեծ թվով ընտանիքներ շուրջ 10 տարի եւ ավելի սերունդներով համակարգում էին։ Այսինքն մենք գործ ունենք վերարտադրվող աղքատության հետ, որը ամենակարևոր խնդիրն էր այստեղ։ Եվ հիմա այս նոր համակարգը ըստ էության փորձում է ավելի հասարակական աջակցություն տրամադրել։ Բայց երբ որ դուք ասում եք նպաստների գալիս է նպաստների կտրելը, տեսեք, մեր քաղաքականությունը հակառակն է ասում։ Մեր քաղաքականությունը ասում է ավելի շատ հասարակական պիտի լինի այն թիրախմբին, որը այս նոր համակարգով սահմանված է։ Այս անապահովության գնահատման ամբողջ համակարգը, որ մենք նշում ենք, անապահովության նպաստները որպես դրամական աջակցություն մի բաղադրիչն է։ Մենք ընտանիքին անապահով ճանաչելու համար երբ որ դիմում ենք վերցնում, երբ ընտանիքին ինչ-որ մի պայմանով չի հանդիսանում նպաստառու,
Դա չի նշանակում, որ այդ ընտանիքը դուրս է մնում համակարգից։ Մնում է սոցիալական քաղաքականության տեսադաշտում, քանի որ նոր համակարգով սոցիալական ծառայությունները տարանջատված են եւ տարբեր են ըստ կարիքի։ Եթե օրինակ նպաստ է ստանում կամ չի ստանում, օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ կան։ Երամսյա հրատապօգնություն, որպես դրամական աջակցության տեսքով, ինչպես նաև օրենսդրությամբ մի շարք այլ ծառայություններ։ Կոմունալ ծառայություններից օգտվելու արտոնությունների զեղչերն են, կրթական, առողջապահական եւ մի շարք այլ արտոնություններ։ Տեսեք, որոշակիորեն այս անապահովության խնդիրը սպეციფიկ է մարզերում, գուցե Կոտայքում եւ Սյունիքում այլ մոտեցում է եղել, այլ տարբերակով են ընկալել այս նպաստ համակարգից զրկվելը կամ նպաստ համակարգից դուրս մնալը, բայց եթե տեղայնացնենք Շիրակի մարզում այլ է խնդիրը։ Շիրակի մարզում ցավոք հանրապետությունում մարզը համարվում է ամենաաղքատ մարզը իր ցուցանիշներով։ Այդ ցուցանիշները համեմատենք եւ ինչ որ մոտեցում կա, որովհետեւ Շիրակի մարզի բնակչությանը այլ տարբերակով այս համակարգը գնահատվի, թե դա համատարած է եւ միանշանակ ինչ չափորոշիչները նույնն են մնում։ Տեսեք, չափորոշիչները նույնն են մնում, գնահատման պայմանները նույնն են բոլոր ընտանիքների համար, բայց երբ որ մենք խոսում ենք ցուցանիշների մասին, դուք շատ ճիշտ նշեցիք, որ Շիրակի մարզում այո աղքատության ցուցանիշը ամենաբարձրն է։ 2023 թվականին կազմել է 43.1%, 24 թվականին 43%։ Իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը Շիրակի մարզում 2023 թվականին եղել է 4%, 2024 թվականին 2.4%։ Այսինքն որ այս ցուցանիշները նայում ենք, այո, նվազում ունենք։ Եվ եթե նայում ենք ընտանիքի միջին աղքատության ցուցանիշներին հանրապետության մակարդակով, 23 թվականին այդ ցուցանիշը կազմել է 23.7%, իսկ 24 թվականին մենք ունենք 21.7%։ Սա միջին աղքատության ցուցանիշներն են, այսինքն 2%-ային կետով այս առումով նվազում ունենք, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1-ից նվազել է 0.6%։ Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ այո, կատարյալ չի բնականաբար, չենք հասել այն փունի, որ այսինքն մեկ էլ աներիք չունենք, սոցիալական քաղաքականությունը այստեղ ունի շատ մեծ անելիք, բնականաբար այդ ցուցանիշները նաև մեզ հուշում են դրական փոփոխությունների մասին եւ մեր քաղաքականությունները այս իմաստով պետք է լինեն զուգորդված եւ միտված լինեն նաեւ այս ծրագրերի իրագործմանը։ Նոր համակարգով որոնք են նպաստանալու պայմանները, որոնք եւ չափորոշիչները, որոնք գործում են, մի ժամանակ հիշում եմ, որ նպաստ համակարգից օգտվելու համար անապահովության շեմ միավոր գոյություններ, այդ միավորն է նվազել եւ ինչ մոտեցումով է դա կատարվել։ Ճիշտ եք նշում, նախորդ համակարգով մենք ունենք սահմանային շեմ, որը միավորի տեսքով էր, եւ այդ բանաձևը ըստ էության հիմնված էր անուղղակի մեթոդով գնահատման վրա։ Այսինքն ընտանիք, որը ուներ որոշակի սոցիալական խմբեր, եւ այդ խմբերի հիման վրա ձևավորվում էր որոշակի միավոր, եւ այդ 28.01-ից 00-ից ավել միավոր ունեցող ընտանիքները ընդգրկվում էին նպաստ համակարգում։ 28 միավոր։ Այո, հիմա այստեղ մենք ասում ենք, որ դա միավորի տեսքով չի, սահմանային շեմը դրամական շեմի տեսքով է, Պարենի Զամբյուղի շեմի մասին ենք խոսում, 35875 դրամ 26 թվականի համար։ 35875 դրամը ընտանիքի յուրաքանչյուր անձի դեպքում է տրվում։ Մեկ չափասի հավասարացված անդամի հաշվով է տրվում, այո։ Եվ գնահատման բանաձևը հաշվի առնում այս եկամտային այս սահմանային շեմը, որը Պարենի Զամբյուղի շեմի տարբերություն նախորդ համակարգի։ Իսկ այլ ինչ նպաստանալու պայմանները որոնք կարող են լինել բացի շեմից, իհարկե դրանք անապահովության որոշակի կրիտերիաների դեպքում է լինում, որոնք են պայմանները, կարևորը, ինչ պիտի չունենա ընտանիքը, աշխատավարձի չափ, գույք եւ այլն։ Շատ լավ։ Անապահովության գնահատման նոր համակարգով մենք մի շարք սոցիալական բնութագրիչներ ենք հաշվի առնում եւ մի շարք այլ պայմաններ։ Սկսած ընտանիքի եկամուտներից, որը ամենակարևորն է, եկամուտները, ակտիվները ըստ էության, մենք նայում ենք նաեւ մի շարք պայմաններ, որոնք անվանում ենք բացառող գործոններ, օրինակ շարժական կամ անշարժ գույքի առկայությունը, դրանց գույքարակի սահմանաչափերը, անապահովության նոր համակարգով նայում ենք նաև վարկային պարտավորությունները քաղաքացիների, այդ թվում նաև երաշխավորությամբ վարկային պարտավորություններ ունենալու հանգամանքը, մենք նայում ենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, մենք նայում ենք օրինակ էլեկտրաէներգիայի կամ գազի կիրառման սահմանաչափը ծախսերի նաև եւ այս մի շարք պայմաններով ընտանիքի անապահովությունը գնահատվում է եւ կախված թե ընտանիքը կբավարարի այդ պայմաններին թե ոչ եւ որոշակի արդեն ըստ շեմերի ընտանիքին կտրամադրվի աջակցություն։ Այսինքն բացառող գործոնների առկայության դեպքում, եթե նույնիսկ մի պայման էլ լինի,
անապահովության գնահատումը դադարեցվում է, մերժվում է անապահովության գնահատումը։ Այսինքն, եթե ընտանիք ունի ունական շարժույթի գույքարակի սահմանաչափը բարձր է սահմանային շեմից, դա նշանակում է ընտանիքի անապահովության գնահատումը մերժվում է։ Օրինակ, ասենք Գյումրիում շատ կան ընտանիքներ եւ 3 անչափահաս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներ, որոնք ապրում են վարձով եւ այդ վարձով տան գույքը իրենցը չէ։ Ինչպես է գնահատվում այդպիսի ընտանիքների անապահովությունը։ Տեսեք, ունենք այդպիսի ընտանիքներ, իրենց սեփականություն չի, ապրում են վարձակալությամբ, դա նշանակում է, որ ընտանիքը չունի բնակարան եւ ապրում է վարձով։ Այսինքն, եթե մենք ստուգենք գույքարակի սահմանաչափը, եթե միայն ոչ մի սեփականություն ընտանիքը չունի, բնականաբար այդ բացառող գործոնը այդ ընտանիքի համար չի կիրառվելու։ Քանի որ դուք նշեցիք, որ բնակվում է վարձակալությամբ, օրինակներից մեկն է։ Իսկ մնացած մյուս բոլոր դեպքերում այդ բոլոր պայմանները, ուզում եմ ասեմ, որ ստուգվում է գնահատման նոր համակարգով եւ կախված այդ գնահատման արդյունքներից արդեն որոշում կայացվի։ Բայց այստեղ նաև հարց է ցակում, չէ, վարձով ապրելով ինչպես է տալիս ամսական վարձը։ Տեսեք, անապահովության, երբ խոսում ենք անապահովության նպաստի մասին, հա, անապահովության նպաստը, ինչպես նշեցի, նվազագույն պարենային զամբյուղշերն է։ Այսինքն մեր նպատակը ոչ թե ինչ կարիքի է ծախսվելու այդ նպաստը, այլ առասարակ ընտանիքին այդ նվազագույն պարենային շեմը լրացնելն է։ Անապահովության գնահատման նոր համակարգով։ Բնականաբար, եթե ընտանիքը վարձակալությամբ կունենա նաև մի շարք այլ հարակից սոցիալական խնդիրներ, այս նոր համակարգով այդ խնդիրները մեր տեսադաշտից դուրս չեն մնում։ Եվ դրանք կարիքների գնահատման, անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական դեպքի վարման շրջանակներում ընտանիքի կարիքները անհատապես ուսումնասիրվում են։ Եվ օրինակ, բացի նպաստից կարող ընտանիքը ոչ միայն նպաստի, այլ նաև այլ ծառայությունների կարիք ունի, մենք գնահատման արդյունքով այդ ընտանիքներին աջակցելու ենք։ Այսինքն հիմնական տրամաբանությունը, եթե այսպեսին ասենք, ոչ թե այսպես հատ նպաստ տրամադրել կամ նպաստ մերժելն է, այլ հակառակը։ Մեր անապահովության գնահատման նոր համակարգի նպատակն է այդ մարդկանց փորձել իրենց հմտությունները զարգացնել, որպեսզի իրենք ինքնուրույն կարողանան դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակից, եւ դա լինի ոչ թե կարճաժամկետ լուծում, այլ երկարաժամկետ լուծում, եւ այնպես լինի, որպեսզի հնարավորություն այնպես ապահովի, որ ինքը հետ չգա նորից անապահովության գնահատման համակարգ։ Այսինքն գեր նպատակը զբաղվածության խթանումն է։ Այս դեպքում ինչպես է, ինչ առաջարկով է հանդես գալիս, հասկանալով դրանք միասնական սոցիալական ծառայություններ պետք է դիմեն, այսինքն նպաստ ստանալու համար դիմող ընտանիքի անդամին ինչ են առաջարկում միասնական սոցիալական ծառայությունում նպաստի դիմաց։ Ինչպես աշխատանք փնտրել, ինչ աշխատանք են առաջարկում։ Շատ լավ, ինչպես նշեցի, անապահովության կոնկրետ ներեցեք Շիրակի մարզում մասնավորեցնեն Գյումրիում աշխատատեղերի խնդիր կա։ Շատ լավ, մենք խոսեցինք գործազրկության ցուցանիշի մասին։ Շիրակի մարզում վերջի տվյալներով գործազրկության մակարդակը կազմում է 10.8%, որը նույնպես նախորդ տարվա համեմատությամբ նվազել է։ Այո։ Բայց այս տրամաբանության մեջ մենք պետք է նաև շատ կարևոր հանգամանքներ նայենք։ Բացի այն, որ գործազրկության ցուցանիշ ունենք, որ ասեցի նվազման միտում ունի, բայց այնուհանդերձ նաև շատ կարևոր ցուցանիշներ կան, որոնք պետք է մենք հաշվի առնենք։ Մասնավորապես մենք ունենք աշխատատեղերի նաև աճ հանրապետությունում, եթե նայում ենք ամսական ու վիճակագրություն, այդ աշխատատեղերը պարբերաբար ավելանում են։ Մենք ունենք միջին աշխատավարձի բարձրացում, որ ավելի քան է, քան 300,000 դրամ է, բայց սա բնականաբար տարբեր խմբերի համար հաշվական մեթոդաբանությունը տարբեր է։ Եվ մենք ունենք նաև տնտեսական աճ։ Սրանք այն գործոններն են, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են աղքատության ցուցանիշների նվազման հետ, բայց այնուհանդերձ, այո, աշխատատեղերի խնդիրներ, նաև շատ կարևոր է մարդկանց այս առումով ոչ թե կոնկրետ, այսինքն մարդկանց տանել դեպի զբաղվածություն, իր հմտությունները զարգացնելով։ Հիմա երբ որ դիմեց մեզ անապահով ճանաչվելու համար, մենք իրեն դիմում ընդունում ենք նաև որպես աշխատանք փնտրողի դիմում։ Իրենք հաշվառում են նաև դա անպայման է։ Այո, պարտադիր պայման է, սա հիմնական նախապայման է։ Այո, անապահովությունը գնահատվում է հենց այդ նախապայմանով։ Եվ շահառում նաև հաշվառվում է իվորկ հարտակում, որը որ գիտեք աշխատանք փնտրողների իրենց կարող են հմտություններին համապատասխան աշխատանք գտնել, բայց բացի դրանից մենք ունենք նաև զբաղվածություն ծրագրեր եւ մենք խոսեցինք պիլոտային մարզերի արդյունքներից, բավականին հաջողված դեպքեր ունենք, երբ որ նոր համակարգով անձը դիմել է մեզ անապահով ճանաչվելու համար եւ շատ կարճ ժամանակում ինքը գտել աշխատանք, օրինակ, չգիտեմ, բարձրադրման աշխատանքներ կամ մյուսները բիզնես գործընթացներով են սկսել զբաղվել,
Այսինքն շատ կարևոր է, որ անձանց կարգավիճակը անապահովից դարձել ավելի շատ, կայուն եկամուտ ստեղծող անձի կարգավիճակ, եւ այս փոփոխությունները իրականում ամենակարևորն են։ Տեսեք, ես նշեցի, որ 10 տարի եւ ավելի սերունդներով համակարգում են եղել։ Սա այն միջավայրում, որտեղ որ ընտանիքը ապրում է, սա շատ կարևոր խնդիրներ են իրականում, Տեսեք, ընտանիքը անապահով է, իրեն այդ համայնքում ճանաչում են որպես անապահով, եւ այս խթանման process-ները, որ մենք անում ենք տնտեսական ակտիվացման, սա նաև այդ ընտանիքների կարգավիճակի փոփոխության, ոչ միայն եկամտի, որը նաև սոցիալական վիճակի վրա ուղիղ ազդեցություն ունի, այլ նաև սոցիալական իր դերերի ընդլայնման, իր միջավայրում գործարման, սրանք շատ կարևոր նաև հանգամանքներ են։ Բավական հաջողված դեպքեր ունենք, որոնց մասին մենք նաև ունենք հրապարակումներ։ Տեսեք, գործազրկության ցուցանիշը հաշվի առնելով, նաև մեր շարունակական անդրադարձները միասնական սոցիալական ծառայությունները այնպես չէ, որ աշխատանքի առաջարկ չունեն։ Առաջարկում են, բայց մարդիկ հրաժարվում են։ Ինչու՞, որովհետև աշխատուժը ցածր աշխատավարձ են ստանում եւ իր պրոֆիլի աշխատանքը չէ, ասենք մարդը երկար տարիներ մանկավարժ է աշխատել, այսօր աշխատանք չունի, կարող ասենք գնացեք, ասենք հավաքարար աշխատեք կամ չգիտեմ ինչ, այսինքն իր մասնագիտությամբ առաջարկ չի լինում։ Այս սրանք են խնդիր, բայց ամենակարևորը, որ այստեղ աշխատուժը բավական ցածր է գնահատվում։ Շատ լավ, կարևոր հարց եք նշում, տեսեք, երբ որ մենք այս ձեր նշած process-ները կապում ենք անապահովության գնահատման համակարգի հետ, մի շարք ցուցանիշներ պետք է նայենք։ Այո, աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքը կամ աշխատատեղերի Եվ սա ցավոտ խնդիր է Շիրակի մարզում, համեմատելով այլ մարզերի հետ, այո, այստեղ աշխատավարձերի չափը բավական ցածր է։ Այո, բայց քանի որ մենք սա կապում ենք անապահովության գնահատման համակարգի հետ, մենք ունենք մի կարևոր արմատացած խնդիր, որը աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի պակասն է։ Այսինքն մեր քաղաքացիները չեն ցանկանում աշխատել տարբեր պատճառով։ Ձեր նշած իրենց հմտությունները չեն համապատասխանում գործատուների պահանջներին, հատկապես այդ փոփոխվող աշխարհում բնականաբար պահանջները լինում են տարբեր։ Չնայած նրան, որ մենք նաև այս ուղղությամբ ենք իրենց զարգացնելու նոր հմտություններ, վերապրոֆիլավորման, վերամասնագիտացման տարբեր ծրագրեր ենք իրենց առաջարկելու։ Այսինքն այս process-ում մենք, այսպես ասած, քաղաքացու ձեռքը բռնած գնալու ենք այնքան ժամանակ, քան դեռ ինքը ինքնուրույն, չի դուրս չի եկել այդ process-ից, բայց այնուհանդերձ այս process-ները, որոնք որ կարևոր խնդիրներ են, ոնց է պետք է մենք անկեղծ լինենք, բայց այնուհանդերձ կրթությունը որպես այդպիսին եւ շարունակական կրթությունը մնում են շատ կարևոր դերակատարում ունեցող այս գործընթացում։ Երբ որ մենք ասում ենք աղքատության հաղթահարում, ես երևի թե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ դրա միակ ճանապարհը կամ միակ գործիքը դա աշխատանքն է։ Ես խոսեցի վերարտադրվող աղքատության մասին, դա հենց այդ խնդիրների մասին է խոսում։ Եվ կրթությունը դա նույնիսկ այն ընտանիքում, որտեղ անապահով ընտանիքում այդ երեխան մեծանում է, գործառնում, այդ երեխայի մոտ այդ տարիքից արդեն պետք է կրթության հանդեպ ունենա որոշակի մոտիվացիա։ Այսինքն դե երեխան գնում է դպրոց, չգիտեմ, հետո բարձրագույն ուսումնական հաստատություն, բայց այն ընկալումը, որ ինքը հետ է գալու, չգիտեմ, հաջորդ օրը գնալու արտագնա աշխատանքի, մենք ունենալու ենք այն խնդիրները, որոնք որ ունենք։ Այսինքն կրթությունը պետք է լինեն ուղենիշը, որը որ վաղ միսօր բարեկեցության հիմնական ցուցիչը պիտի լինի։ Ամեն դեպքում կան ընտանիքներ, որտեղ շարունակական կրթությունը նաև ֆինանսական հնարավորություններից ելնելով չեն կարող ապահովել։ Նաև կա այսպիսի խնդիր, ասում են, ինչի գնամ, օրինակ, կարի արտադրամասում առավոտյան 9-ից մինչև ժամը 18-ը աշխատում են 80,000 դրամ աշխատավարձով։ Տանկինը, կաս ինչի գնամ 80,000 դրամով աշխատեմ, չեմ աշխատի, երեխաներից կողքին կմնամ եւ պատկերացրեք յուրաքանչյուր երեխայի համար նշեցի, չէ, 35,875 դրամ նպաստ կստանամ ավելին, քան առաջարկվող աշխատանքն է։ Հենց այստեղ է այն խնդիրները, որոնց մասին մենք խոսեցինք կապելով նախորդ համակարգի հետ, որը թույլ է զբաղվածության հետ։ Տեսեք, ինչքան այդ պետական աջակցությունը իր տրամադրման ժամկետով լինի երկարաժամկետ, ինչքան էլ այդ աջակցության չափը լինի բարձր, այն չի կարող փոխարինել կայուն եկամուտի, որը որ աշխատանքն է։ Բայց քանի որ գործնականում մենք բավական մեծ ուսումնասիրություն ունենք, մեր տվյալները մի փոքր այլ հանգամանքի մասին են խոսում։ Դա այն է, որ նշեցի մոտիվացիայի պակասներ։ Եվ մեր հիմնական այս բան գերխնդիրն է այդ մարդկանց մոտ իրենց ռեսուրսների, հմտությունների զարգացման process-ը տանել։ Եվ ինչն է նաև շատ կարևոր հանգամանք, որ ինչպիսի ծրագրեր կան մարդուն աջակցել սոցիալական ձեռներեցության եւ այլն ՄՍՑ-ները ունեն այդպիսի ծրագրեր նախարարությունը իրականացնում։ Տարբեր ծրագրեր ունեն եւ բացի դրանից մեր գործատուները Իվոր քարտակում նաև իրենց թափուր աշխատատեղերն առաջարկում են։ Եվ քաղաքացին կարող է հմտություններին համապատասխան աշխատանք գտնել, բայց դա չի նշանակում, եթե հմտությունը օրինակ
չգիտեմ, անցել է 10 տարի, այդ հմտությունը այլևս այդ համայնքում արդիական չի կամ պահանջված չի, կարելի է դա փոխարինել օրինակ այլ աշխատանքով եւ այդ ժամանակահատվածում օրինակ վերամասնագիտացման process-ների մասին մտածել։ Բայց ամեն դեպքում չաշխատելու այս տրամաբանությունները մի քիչ անհասկանալի, այսինքն չաշխատելը ավելի բարեկեցիկության հետ ավելի շատ ուղիղ կապվում, քան օրինակ աշխատելով։ Եվ նոր համակարգով էլ, տեսեք, նշեցի, որ Կոտայք Սյունիքում ես ցուցանիշները ձեզ ասեմ, որ մենք ունենք անապահովության նպաստի բարձրացում ի տարբերություն նախորդ համակարգի։ Այսինքն նպաստի չափի մասին են բարձրացում։ Նախորդ համակարգով նպաստի ինչքան են դուրս մնացել Կոտայք եւ Սյունիք մարզերում նպաստ համակարգից։ Օգոստոսի 1-ի դրությամբ տվյալներն են, Սյունիքի մարզում եւ Կոտայքի մարզում ունենք 1300 նպաստառու։ Այդքան քիչ։ Եվ ունենք 180 երամսյա հրատապօգնություն ստացող ընտանիքներ եւ այս երկու մարզում ունենք մոտավորապես 9500 դիմումներ, ովքեր անապահովության գնահատման համար դիմում են ներկայացրել։ Այդ դիմումներից մոտավորապես 4500 դիմումներ մերժվել են տարբեր պատճառներով, նշած բացառողություններով, եկամուտները բարձր եղել սահմանային շեմից, կամ վարկային պարտավորությունների հանգամանքներ եղել, կամ օրինակ շարժական կամ անշարժ գույքի կարագի սահմանաչափը գերազանցել։ Ինձ թվում է Գյումրիում այդ եւս այդ 1000-ի մի զրո էլ պիտի ավելացնենք, որ ասենք ինչքան նպաստառուների թիվը։ Գյումրիում այս բային նախորդ համակարգով դեռևս ունենք մոտ 6000 ընտանիք, ովքեր ստանում են ընտանեկան եւ սոցիալական նպաստներ։ Այսինքն ընտանիքները, ովքեր նախորդ համակարգով ընդգրկված են եղել մինչև հունիս ամսվա դրությամբ, իրենք շարունակելու են 12 ամիս ստանալ, այսինքն մինչև հաջորդ տարվա հունիս ամիս այն ընտանիքները, ովքեր եղել են նախորդ համակարգով կարող են նախորդ համակարգով իրենց չափը պահպանվում է, կարող են ստանալ։ Արդեն հաստատագրման ամիսը լրանալուց իրենք կգան կդիմեն նոր համակարգով նպաստ ստանալու համար։ Բայց ես ուզում եմ նշեմ այն ցուցանիշները, որոնց մասին խոսեցի, դա անապահովության նպաստի չափերի մասին է։ Նախորդ համակարգով մենք ունենք անապահովության միջին նպաստի չափ, որը կազմել է մոտավորապես 33000 դրամ։ Այս նոր համակարգով մենք Կոտայքի եւ Սյունիքի արդյունքներով այս բայի դրությամբ ունենք միջին նպաստը կազմում է մոտավորապես 82000 դրամ, իսկ առավելագույն նպաստացող ունենք մոտավորապես 237000 դրամ չափի նպաստացող ընտանիքներ։ Այդ չափ նպաստացող ընտանիքում աշխատում են։ Այդ չափ նպաստացող ընտանիքներում դե բնականաբար անչափահասների թիվն է ընտանիքում գերազանցում, բայց այդ ընտանիքում աշխատունակ անձանց մենք պարտադիր, ես ասացի, որ նախապայման է զբաղվածության ծրագրով ներառվել է, մենք աշխատելու ենք այդ ընտանիքների չափահաս աշխատունակների հետ իրենց տանելով դեպի զբաղվածություն։ Եթե աշխատանք չի գտնում, ինչ ենք անում այս դեպքում։ Եթե աշխատանք է գտնում, եթե դա պայման է, եթե չի գտնում եւ գտնում է։ Եթե աշխատանք է գտնում, մենք 1 տարի իր անապահովության նպաստը չենք դադարեցնում եւ հակառակը եւ նպաստ ենք տրամադրում եւ ինքը կարող է նաեւ աշխատել, որովհետեւ այդ ժամանակահատվածում ինտեգրումը դեպի աշխատաշուկա լինի անցնցում եւ մարդը փորձի նաեւ կայունանա, այո, մեր աջակցություն լինելու է։ Իսկ այն դեպքում, երբ որ չի հրաժարվում է կամ չի ուզում աշխատել, մենք ունենք եկամուտների վերագրման ինստիտուտ հասկացությունը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ չափահաս աշխատունակ անձը չի աշխատում, չունի եկամուտ, բայց հրաժարվել է աշխատանքից օրինակ, մենք նվազագույն բարենային զամբյուղի շեմի չափով 35875 դրամ ընտանիքի անդամի վերագրում ենք անում։ Այսինքն եկամուտ ենք կիրառում իրան այդ սահմանային միավորի չափով։ Հետո երբ որ անցնում է 6 ամիս եւ աշխատանք չի գտնում, 7-րդ ամսվանից արդեն այդ սահմանային շեմին ավելանում է եւս 10000-ական դրամ։ Բայց այնքան, ինչքան նվազագույն։ Այսինքն ամեն դեպքում նպաստը չեք կտրում։ Ինքը չի դուրս մնում համակարգից, եթե անգամ աշխատանք չի գտնում։ Մենք տարբերակով, երբ որ ինքը գտնում է աշխատանք, 1 տարի չենք 1 տարի։ Եվս մեկ խնդիր, որը շատ են նշում գյումրեցի թոշակառուները, ասում են 10000 դրամով թոշակս բարձրացավ, նպաստը կտրեցին։ Այսպիսի մարդկանց ինչ մոտեցում է ցուցաբերվում։ Տեսեք, նախ թոշակները, որպես այդպիսին, իրենք երաշեկի հիմքով տրվող եկամուտներ են։ Իսկ անապահովություն դա անապահովության գնահատման հիմքով, այսինքն քաղաքականության տեսանկյունից այս երկու հանգամանքները տարբեր բաներ են։ Հասկանալի է։ Բայց այո, մենք թոշակների բարձրացում ունեցել ենք եւ նվազագույն կենսաթոշակը այս բային հարաբերությունում կազմում է 46000 դրամ եւ եթե դրան գումարում ենք նաեւ հետվճարը, դա կազմում է մոտավորապես նաեւ 10000 դրամ ավելացում 55000 դրամ։ Թոշակների բարձրացումով պայմանավորված, երբ որ ընտանիքը դիմեց եւ արդեն եկամուտը կախված թե ինչքան պակաս կլինի
այդ սահմանային շեմից, մենք իրենց համար եթե չդարձավ նպաստավոր, բնականաբար կարող է օգտվել երամսյա դատապոկնությունից, կախված կլինի շեմից։ Երամսյա, այսինքն տարվա մեջ 3 անգամ դեռ ինքը 3 ամիսը կարող է օգտվել։ Ունի տարվա մեջ 3 անգամ դիմելու հնարավորություն, այսինքն տարվա մեջ նայեք, այսինքն 9 ամիս ունի ստանալու իրավունք եւ երամսյա դատապոկնության չափը ամսական կազմում է 20000 դրամ, որը նույնն է, ինչ որ նախորդ համակարգով սոցիալական նպաստ է։ Դա նույնպես օրինակ միայնակ տարեցի սոցիալական նպաստ եթե ստանում է, դա կազմում է 20000 դրամ։ Երամսյան էլ է կազմում 20000 դրամ ամսական։ Օրինակ, ասենք նպաստը կտրել է եւ քաղաքացին դրա հետ համաձայն չէ։ Բողոքը բարգման ինչ ընդհանցակարգ կա։ Ինչպես կարող է այդ, այսպես ասեմ, ընթացքը ինքը ապահովել եւ ապացուցել կարելի է իր նպաստը կտրել, թե պահել։ Իհարկե, ցանկացած պարագայում քաղաքացին ունի բողոքարկելու հնարավորություն, իրավունք իրացնելու հնարավորություն, եւ այդ նպատակով քաղաքացին դիմում է միասնական սոցիալական ծառայություն, եւ օրինակ տարբեր պատճառներով մերժման դեպքում, եթե քաղաքացին համաձայն չի, այդ մերժումները հավաստող կամ հակափաստակ, հիմնավոր տեղեկանքները կցվում են, հիմքերը ներկայացվում են միասնական սոցիալական ծառայություն եւ որպես վերադարձ մարմին ծառայությունը ուսումնասիրում այդ փաստաթղթերը, ինչ կանով են, իրականության համապատասխան։ Ծառայությունը թե այդ բողոքները հասնում են մինչև նախարարություն։ Միասնական սոցիալական ծառայությունն է, որ որոշում կայացնում, այն վերադասության կարգով միասնական սոցիալական ծառայությունն է զբաղվում բողոքարկումներով։ Եվ բացի այդ հիմքերից միասնական սոցիալական ծառայությունը նաև անհրաժեշտության դեպքում համապատասխան, գրություններով այն գերատեսչություններից, որի հետ կապված է խնդիրը, օրինակ, ենթադրենք պետական եկամուտների կոմիտեից ստացել ենք տեղեկատվություն աշխատավարձի չափի մասին, որը քաղաքացին համաձայն չի։ Մենք համապատասխան նաև ուսումնասիրություններ ենք անում այդ մարմիններով եւ այդ որոշումը կամ փոփոխվում է կամ մնում անփոփոխ, կախված նաև հիմքերից։ Ունեք այդպիսի բողոքներ մարզից հասցեագրված Գյումրիից։ Այո, բողոքներ ունենք եւ այդ բողոքները սահմանված կարգով ընթացքավորել ենք եւ դες ասեմ, որ տենց չենք ունեցել դեպքեր, երբ որ, այսինքն մեծ մասը տեղեկատվությունը, որը որ ստացել ենք, եղել է իրական տեղեկատվություն, շատ դեպքերում եղել է, որ օրինակ քաղաքացին ստացել է այդքան աշխատավարձ, X աշխատավարձ, բայց իրականում պետական եկամուտների կոմիտեում գործատուն գրանցել է այլ աշխատավարձ, այսինքն այսպիսի հարցեր են, բայց իրականում մեր տեղեկատվական շտեմարանները ստացվում են իրական ժամանակի ռեժիմով, բավականին հեշտացնում այս գործընթացը եւ այդ process-ը լրիվ ինքնաշխատ է։ Հասկանալի է, պարոն Բզդունյան, այս ամբողջ համակարգը, հասցեականություն ապահովելի եւ այլն, եւ նաեւ կա այսպես սոցիալական աշխատողի հետ կենթանի շփումը նվազագույնի հասցնել, հասկանալ է ինչի, բոլորս գիտենք նախկինում ինչպես են սոցաշխատողի հետ պայմանավորվածություն եղել, ինչ տարբերակով են նպաստ ստացել, բայց ամեն դեպքում ընտանիքի սոցիալական վիճակի գնահատման համար արդյոք հարկավոր չի նաեւ ուսումնասիրությունները տներում։ Շատ ճիշտ եք նշում, իհարկե, եւ այս process-ում պետք է բացառվեն քաղաքացի եւ սոցիալական աշխատող շփումը, եւ հիմնականում անապահովության գնահատման նոր համակարգը միտված էր այս process-ներում, այս թվայնացումը հենց սրան էր տանում, մի շարք ռիսկեր, ոչ միայն ձեր նշած, այլ նաեւ վարչարարության հետ կապված մի շարք process-ներ։ Նախորդ համակարգով քաղաքացիները ստիպված են լինում մի շարք թղթային տարբերակներով դիմումներ ներկայացնել տարածքային կենտրոն, հատկապես դժգոհությունները գյուղական համայնքներում, մարդիկ ստիպված էին մի քանի անգամ նույնիսկ գալ տարածքային կենտրոն, հավաքել տարբեր փաստաթղթեր, եւ նույնիսկ մի գերատեսչությունից այս կամ այն տեղեկանքները հավաքագրեցանք, իրականում խնդիրներ էին։ Հիմա քաղաքացին կարող է իր տանից իր հարմար միջավայրից ներկայացնել դիմում եւ այդ դիմումները ուղղակի ստուգվել էլեկտրոնային տեղեկատվական մեջտեմարանների հետ։ Այդ խնդիրների մասին հանգեցինք դրան, որ թվայնացման եւ հասանելիության խնդիրներ գոյություն են։ Գյուղական համայնքներում եթե դժվար էր հասնել կենտրոն եւ այդ փաստաթղթերը բերել, նույնը կա նաեւ հատկապես տարեցների մոտ։ Տարեցները չեն կարող առցանց դիմում լրացնել, չունեն սմարթֆոններ, համակարգիչներ եւ ID քարտ։ Այս դեպքում ինչ է կիրառվում։ Տեսեք, անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելու համար կա երկու մեխանիզմ։ Կամ նույնականացվում է, հանրային ծառայությունների համարնիշով, այդ էլեկտրոնային ստորագրություն անհրաժեշտ չի, կամ եթե առկա էլեկտրոնային ստորագրություն, կարող է նույնականացվել էլեկտրոնային ստորագրության միջոցով, այսինքն երկու պայման առկա է։ Այսինքն պարտադիր չի, որ մարդը պարտադիր պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն։ Բայց տեսեք, մենք խոսում ենք թվայնացման մասին, մի շատ կարևոր նաև հանգամանք նշեմ, որ թվայնացումը, գիտեք, բոլոր ոլորտներում թվայնացված են եւ բոլոր ոլորտներում սա առաջնային խնդիր է։ Եվ այն անմասն չի նաև անապահովության գնահատման համակարգ։ Եվ իդեպ մեր սոցիալական պաշտպանության բոլոր ծրագրերն են թվայնացված կամ թվայնացվում են, եւ սա հիմնական խնդիրը, որ լուծում է հասարակականության խնդիրն է։
եւ անմասն չի նաեւ անապահովության գնահատման համակարգը։ Եվ սա նաեւ չի նշանակում, որ դա ամենից թվայնացված է, այսինքն քաղաքացին չկարողանալու, այսինքն սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունքի իրականացումը ինչ որ փուլում պիտի խոչընդոտվի, ոչ։ Քաղաքացին պետք է օգտվի դրանից, բայց ինչպես սոցաշխատողներն են օգնում։ Եթե նա չի կարող համակարգչով, սմարթֆոնով այդ էլեկտրոնային համակարգին միանալ։ Տեսեք, կոդակցիոնիկի տվյալների եթե վերցնենք, նախնական ներդրման ժամանակ մենք այդպես շատ հազվադեպ դեպքեր ենք ունեցել, որ քաղաքացիներն ունեցել են հեռախոսի խնդիր, որ կարողան գոնե հեռախոսով այդ տվյալները լրացնեն։ Բայց քանի որ այստեղ ունենք նաև անձնական տվյալների պաշտպանության խնդիր, այս անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերը շատ նուրբ հարցեր են եւ այստեղ ճիշտ չի լինի երրորդ անձի միջամտությունը։ Մենք կողմ ենք, որպեսզի քաղաքացիները իրենց կամ իրենց, չգիտեմ, ազգականների կամ հարևանների, բարեկամների աջակցությամբ, եթե նմանատիպ դեպքեր են, այդ համակարգով փորձեն լրացնելու։ Չնայած որ կլինեն դեպքեր եւ ինքնասպասական խնդիրներ կլինեն, այդ դեպքերում մենք համապատասխան ուղղորդումներ կամ ինչ-որ մի փուլում միջամտություն կունենանք։ Բայց այնուհանդերձ ասեմ, որ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում կան շատ բարձրացված մեթոդական ուղեցույցներ, որտեղ այդ քայլերը շատ բարձ նկարագրված են եւ մենք էլ նաեւ նախարարության կայքեջում բարբերաբար այդ մասին, մանրամասն տարբեր հոլովակներով ունենում ենք հրապարակումներ, որովհետեւ հնարավորինս մատչելի լինի քաղաքացիների համար։ Օրինակ կոդակցիոնիկի եթե վերցնենք, սկզբնական փուլում կային որոշակի այդպիսի խնդիրներ, բայց ժամանակի ընթացքում այդ խնդիրները լուծվեց եւ քաղաքացիները կարողանում են ներկայացնել։ Տեսեք, այդ դիմումներն էլ իրենց բնույթով ըստ էության շատ բարդացված չեն, քանի որ մի հատ հանրային ծառայությունների տվյալ լրացնելով ընտանիքի ամբողջական տեղեկատվությունը մենք տեսնում ենք եւ շատ լրացուցիչ անհրաժեշտ, այսինքն ծանրաբեռնված, այսպես համակարգ չի, շատ բարձրացված է եւ այդտեղ կարծում եմ շատ բան չկա անելու, բայց այնուհանդերձ նաեւ պիտի կարևոր հանգամանք եւս նշեմ, դա թվային գերագիտության խնդիրն է։ Տեսեք, երբ մենք ինչու ենք խտանում, որ դա քաղաքացին անինքնուրույն կամ ինչ-որ աջակցության բանի, որպեսզի նաեւ իրեն օգնի վաղը միսօր մենք խոսում ենք աշխատաշուկայի պահանջների մասին։ Այսօր թվային համակարգերի հետ աշխատանքը ամենակարևորն է եւ ամենաառաջնայինն է։ Ճիշտ է, թվայնացված տարբերակ է, դիմումները բացառապես առցանց են, բայց դարձյալ պահանջվում է, որ քաղաքացին գնա միասնական սոցիալական ծառայություն, որ դեպքում։ Քաղաքացին գնում է այն դեպքում միասնական սոցիալական ծառայություն, երբ որ ինքը դիմումը ներկայացնում է, ինքնաշխատ տարբերակով գեներացնում է այսպես կոչված համաձայնության թերթիկ, որի վրա քաղաքացին պետք է ձեռքով ստորագրի եւ ներկայացնի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Դուք նշեցիք նաեւ, որ բացի այս թվային process-ից նաեւ ուսումնասիրման process-ը, մենք ունենք տնային այցելության կոմպոնենտ, չնայած որ այդ տվյալները, որոնք որ ինքնաշխատ ստացվում են, բայց մի փուլում իրականացում է նաև տնային այցելություն, որովհետեւ մենք ուսումնասիրենք նաև ընտանիքի կեցության պայմանները, որովհետեւ իրավիճակը նաև ուսումնասիրենք, թե ինչ կեցության պայմաններում այդ անձը բնակվում։ Եվ շատ հաճախ մնացած պայմանները, որոնք որ ես նշեցի նախապես, կարող է ընտանիքը բավարարել, իսկ տնային այցելության փուլում տնային լինի դա, զերծման, այսինքն բացառող գործոն։ Այդ պատճառով դադարեցվի ընտանիքի անապահովությունը։ Կամ հակառակը կարող է լինել, այսինքն այստեղ ովքեր ընտանեկան այցեր են, նրանք սոցաշխատողներն են, ինչքանով է իրենց աշխատանքի ազնվությունը, այսպես ասեմ, գնահատվում այդ դեպքում։ Տեսեք, իրենք ըստ էության գնահատող մասնագետներ են, իրենք գնահատում են իրականացնում։ Ինչքանով են ազնիվ, ինչքանով է ոչ սուբյեկտիվությունը բացառված այս դեպքում։ Տեսեք, այս process-ը նույնպես թվային է։ Այն հարցաշարը, որ գնահատող մասնագետը իրականացնում է կեցության պայմանների ուսումնասիրություն, սա նույնպես ձևայնացված, թվայնացված հարցաշար է, որտեղ հարցերը մանրամասն նկարագրված են եւ բացի այն, որ ունի հարցազրույցի կամ դիտարկման մեթոդի հիման վրա գնահատման հնարավորություն, այլ նաև այդ ընտանիքի պայմանները լուսանկարանելու եւ ներբեռնելու համակարգ։ Այսինքն սառնարանը նոր է, բայց ինքը չի գնել, իրան, ասենք, նվիրել են կամ կահույքը համատաբար նոր է, բայց էլի ինքը չի գնել, դրանք որոշակի բաներ են, կետեր են, որոնք լրացվում են այս դեպքում սոցիալական գնահատումը վիճակի նկարագրի։ Գնահատման ժամանակ մենք հաշվի ենք առնում այն պայմանները, որտեղ որ ընտանիքը այդ բանին կենսագործնում, այդ բանին ապրում, այսինքն ոչ միտեղ չի ֆիքսվում, որ այդ գույքը դեր ասած տրամաբանությամբ այդ սուբյեկտիվությունը նորից մենք գալիս ենք այդ սուբյեկտիվությանը։ Դրա համար կա նաև դրա հակառակ պատկեր, մենք ունենք ընտանիքներ, որտեղ նվազագույն կենսական կարիքների բավարարման հնարավորությունը չկա։
չունեն սառնարան, չունեն չգիտեմ մյուս հնարավոր գոնե նվազագույն պայմանները։ Իսկ մյուս բaragայում, երբ որ նորից կապենք նախորդ համակարգի հետ, մենք չունենք այս թվային գործիքը, մենք չունենք այս լուսանկարելու հնարավորությունը եւ այո, այդտեղ սուբյեկտիվությունը շատ բարձր ցուցանիշ ուներ սոցիալական աշխատողների կողմից կամ ձեր ասած մյուս տարբերակներով, հա, երբ որ կարող էր օրինակ ասել, չգիտեմ, նվիրվել է եւ այլն եւ այդ ամեն ինչը կարող էր ֆիքսվել, բայց այստեղ այդ հնարավորությունը բացառված է եւ հաշվի առնվում այն պայմանները, որտեղ որ ընտանիքը ապրում է։ Շնորհակալ եմ։ Այսքանը տեսանկյան հյուրներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության, ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։